Անվտանգության աննախադեպ միջոցառումներ ուղղաթիռ նախագահականի գլխավերևում առաջին անգամ տարածաշրջանային այցով Հայաստանում է ԱՄՆ փոխնախագահը։ Արդյոք հայ գերիների հարցը կհասնի Վենսին նամակներ ուղղված ԱՄՆ փոխնախագահին։ Ակցիա Բաղրամյան 26-ի դիմաց պահանջը մեկն է ազատել հայ գերիներին։ Եթե Հայաստանը Իրանի հետ կտրի ցամաքային կապը, հետևանքները կլինեն անդառնալի, ահազանգ ընդդիմությունից։ Փորձված ռուսականը թե անփորձ ամերիկյանը ատոմակայանի որ մոդելը կընտրի Երևանը։ Աղ ու ավազը հալեցրել է նաև Երևանի ասֆալտը, 15 օր էլ կպահանջվի ճանապարհները մաքրելու համար։ Զբոսաշրջության ռեկորդային աճ հունվարին, փորձագետը չի հավատում թվերին, եւ Հայաստանը պատրաստվում է այս տարի էլ համաշխարհային մեգա աստղեր հյուրընկալել մեր երկրում։ Բարի երեկո արգել հեռուստադիտող օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Եվ այսպես, տարածաշրջանային այցով Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսի առաջին կանգառը Երևանն է։ Երեկոյան ամերիկյան ինքնաթիռը վայրէջք կատարեց Զվարթնոց օդանավակայանում։ Նախ նախագահականում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի դեմարդեմ հանդիպումը, որից հետո այն շարունակվեց ընդլայնված կազմով։ Վարչապետն ու ԱՄՆ փոխնախագահը ստորագրել են միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Այնուհետև նրանք հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ։ Փաշինյանը նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները այժմ ամուր են առավել քան երբևէ, հայտնել, որ Վենսի հետ քննարկել են նաև տարածաշրջանը ապաշրջափակելու վերաբերյալ հարցեր։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտնել է, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում տնտեսական զարգացման լուրջ հենակետ։ Փոխնախագահի հետ երկուստեք ընդգծել ենք Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի ամենակարևոր ձեռքբերումներից մեկի՝ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության նախագծի հետևողական իրագործման կարևորությունը, համաձայն սույն թվականի հունվարի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի միջև ստորագրված TRIP ծրագրի իրագործման շրջանակի։ Վերահաստատել են, որ այս ծրագիրը բացի խաղաղության լրջագույն դիվիդենտներից ունենալու է նաև տարածաշրջանային և գլոբալ նշանակություն, զարգացնելով արևմուտքից արևելք անխոչնդոտ հաղորդակցությունը։ Մեր գոհունակությունն ենք արտահայտել ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև օրերս մեկնարկած տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների ընթացքի կապակցությամբ։ Պարոն Վենսի հետ քննարկել ենք նաև տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակման հեռանկարները, որպես Հարավային Կովկասում կայունության և խաղաղության կարևորագույն գրավականներ։ Կարծում եմ, այս համատեքստում մեծ կարևորություն ունի նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ընթացող երկխոսության իր տրամաբանական հանգրվանին հասնելը, այդ թվում Գյումրի-Կարս երկաթուղու բացումը։ Մենք ոչ միայն խաղաղություն ենք Հայաստանի համար կերտում միասին, այլ նաև բարգավաճում ԱՄՆ-ի հետ միասին։ Այսօր մենք ուզում ենք հայտարարել այնպիսի բաներ, որոնք որ առանց ձեր առաջատարության, առանց ձեր հանձնառությունների հնարավոր չէր լինի, ինչպես նաև առանց մեր երկրի նախագահի առաջատարության։ Ես իրոք հավատացած եմ, որ այսօր մի նոր սկիզբ է Հայաստանի և Միացյալ Նահանգների գործընկերության համար։ Ես ուզում եմ մի քանի բան հայտարարեմ, պարոն վարչապետը արդեն դա նշեց, բայց եւս անգամ ընդգծեմ եւ թե ինչի վրա ենք շարունակելու աշխատել։ Նախ եւ առաջ, ինչպես նա նշեց, այս հիասքանչ տեխնիկական համաձայնագիրը ԱՄՆ-ն հպարտորեն մի շարք արտոնագրեր հաստատեց Nvidia ընկերության համար։ Դա ինչ է նշանակում։ Նոր շուկաներ, նոր աշխատանք, ինչպես ամերիկյան աշխատուժի եւ ընկերությունների համար, այլ նաև Հայաստանի։ Սա չիպեր են, որ աշխարհի երկրների մեծ մասում չկան, գոյություն չունեն, չեն էլ կարող լինել։ Մենք խաղաղությունը ոչ թե ուզում ենք սարքել, խաղաղություն կերտել, մենք ուզում ենք, որպեսզի այդ կերտված խաղաղությունը գոյատևի։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ փոխնախագահ Վենսի տարածաշրջանայցից հետո կմեկնեն Միացյալ Նահանգներ մասնակցելու Դոնալդ Թրամփի խաղաղության խորհրդի գագաթնաժողովին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հաստատել է, որ սեպտեմբերի 19-ին կմեկնի Վաշինգտոն մասնակցելու խաղաղության խորհրդի նիստին։ Axios պարբերականն ավելի վաղ հղում անելով ամերիկացի դիվանագետներին հաղորդել էր, որ այս գագաթնաժողովի ընթացքում Սպիտակ տունը մտադիր է քննարկել ու միջոցներ ներգրավել Գազայում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի իրականացմանն աջակցելու և տարածաշրջանի վերականգնման համար։ Անվտանգության աննախադեպ միջոցառումներ հայ-ամերիկյան դրոշներ փողոցներում ուղղաթիռ նախագահականի գլխավերևում։ Այսպես է սկսվել ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այցը, որի առաջին կանգառը Երևանում է։ Բաղրամյան 26-ում J.D. Վենսին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, այցի գլխավոր նպատակը Թրամփի թրիփի շուրջ քննարկումներն են ու տարածաշրջանային հարցերը։ Ամերիկյան կառավարության ընդլայնված կազմով պատվիրակությունը փոխնախագահ J.D. Վենսի գլխավորությամբ Հարավային Կովկաս է եկել օգոստոսին Վաշինգտոնում փաստաթղթերի ստորագրումից ուղիղ կես տարի անց, և Հայաստանն առաջին կանգառն է։ Թրամփի ուղի մոդուլային ատոմակայանի կառուցում, կիսահաղորդիչների արտադրություն, տնտեսական գործակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի գործընթացի քննարկում, հայաստանյան և ամերիկյան կառավարությունների բարձր քննարկումների օրակարգը, քաղաքագետների ու վերլուծաբանների համայնքը, Հարավային Կովկասում ամերիկյան սցենարով տարվող քաղաքականության հերթական, այս անգամ ավելի արագ տեմպերով առաջ մղվող գործընթացի մասին խոսելիս նշում են, J.D. Վենսն իր այցով ազդարարում է ԱՄՆ-ի ավելի խորը ներգրավվածությունը Հարավային Կովկասում։ Ադրբեջանը Սյունիքով Նախիջևանին կապող ուղին թրիփը առաջին հերթին Ռուսաստանը և Իրանը շրջանցելու տարբերակներից մեկն է արևմուտքի, մասնավորապես Միացյալ Նահանգների համար։ Առարկայական փուլը ամրագրել, վերջին դետալները հաստատել ու գնալ առաջ։ Թրիփը արդեն մտել է առարկայական փուլը։ Ռուսական կողմը վերջին շրջանում հաճախակի է բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով մեսիջներ ուղարկում, որ այո, հետաքրքրված են Սյունիքով իրականացվելիք թրիփ նախագծով, չնայած հայաստանյան իշխանությունները բացառում են ռուսների ներգրավվածությունը մի նախագծում, որտեղ արևմուտքն է, մասնավորապես ԱՄՆ-ն։ Մոսկվան պատրաստ է քննարկել Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը թրիփ նախագծին, հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը երկաթուղային ոլորտի զարգացման գործում։ Մոսկվան պատրաստ է գործակցել բոլոր երկրների, այդ թվում Միացյալ Նահանգների հետ, սակայն ամերիկացիներն այս ճանապարհին արհեստական խոչընդոտներ են ստեղծում։ Ըստ վերլուծաբանների Վաշինգտոնն իր դիրքերն ամրապնդեց տարածաշրջանում, երբ Ռուսաստանը թուլացրեց իր ազդեցությունը Բաքվում և Երևանում։ ԱՄՆ-ն Վրաստանի հետ հարաբերություններում հետ է քաշվել և չի վստահում։ Տարածաշրջանում որպես ռազմավարական գործընկեր, ըստ քաղաքագետների, դիտարկում է Հայաստանի և Ադրբեջանին։ Վենսի ժամանումը Հայաստան համընկնում է նաև տարածաշրջանային այլ զարգացումների հետ, ինչպիսին օրինակ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունն է։ Վենսն իր տարածաշրջանային այցով պաշտպանելու է այնպիսի գործարքներ, որոնք թուլացնում են Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը։ Եթե մեծ պատերազմ լինի, Հայաստանը լինելու է Իրանի թշնամիների ճամբարում։ Դա ակնհայտ է։ Ու եթե մենք վերլուծենք TRIP նախագծի խորքային իմաստը, ներկայիս կոնֆիգուրացիայով TRIP նախագծը, մենք կտեսնենք, որ պարզապես հայ-իրանական սահմանը անցնելու է ամերիկացիներին։ Մենք հիմա մտել ենք մի շրջափուլ, որտեղ ըստ էության հայկական անկախ պետություն է, ինտեգրվի ադրբեջանա-թուրքական միացյալ պետական կազմավորման կառուցվածքում։ Հիմա կպահպանենք ձևական ինքնավարություն կամ ինքնիշխանություն, թե չենք պահպանի, դա ցույց կտա ապագան։ ԱՄՆ-Իրան վերջին շրջանի լարվածությունը ուղիղ հարված կարող է հասցնել նաև Իրանի հյուսիսային հարևան Հայաստանին։ Թրամփի վարչակազմը կարմիր լույս վառեց այն պետությունների համար, որոնք առևտուր կանեն Իրանի հետ։ Միացյալ Նահանգները այդ պետությունների համար ավելի բարձր 25% մաքսատուրք կիրառելու պատրաստակամություն է հայտնել։ Ապրանքներ կան, որոնք որ էական չափով, այսինքն 10-ը եթե վերածվում է 25-ի, իրենց մրցունակությունը կորցնել։ Վենսի պաշտոնական այցի ժամանակ կքննարկվեն Սյունիքի մարզում օգտակար հանածոների, ինչպես նաև ուրանի հանքերի թեմաները։ Էկոնոմիկայի նախարարը, թե ինքն այդ հարցերի հետ կապված մանրամասների չի տիրապետում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։
ԱՄՆ փոխնախագահի այցին զուգահեռ նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել արցախցիները Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։ Նախքան Հայաստան այցը ԱՄՆ փոխնախագահին է հասել նաև Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի նամակը քայլեր ձեռնարկել ազատել Բաքվում պահվող հայերին։ Միջազգային իրավունքի հայ մասնագետները վստահ են, առանց գերիների ազատ արձակման հայ-ադրբեջանական խաղաղություն չի լինի։ Ինչի համար է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հիմա ադրբեջանական զնդանում։ Նրա որդու մեկնաբանությունը կարճ է, որովհետև 44-օրյա պատերազմից հետո եկել էր Արցախ աջակցելու տեղի քրիստոնյա բնակչությանը, որոնք լքված էին աշխարհի կողմից։ Այժմ վճարում է հենց դրա համար հալածվող փոքրաթիվ բնակչությանը խաղաղ միջոցներով պաշտպանելու իր փորձի։ Ճնշում գործադրել Ալիևի վրա ազատ արձակելու ապօրինաբար պատանդարած հայերին Ամերիկայի փոխնախագահ Վենսի Հայաստան այցելությանն ընդառաջ Դավիթ Վարդանյանի կոչն է ուղղված ամերիկյան վարչակազմին։ Հիշեցնում է հայ-ադրբեջանական նախախաղաղության գագաթնաժողովից առաջ նահանգների առաջնորդ Թրամփն էր խոստացել զբաղվել քրիստոնյա հայերի հարցով, ինչպես հենց ինքն էր ձևակերպել Հայաստանի վարչապետի հետ զրույցում։ Սա եզակի հնարավորություն է աշխարհին կրկին ցույց տալու, որ նախագահն ու փոխնախագահն իրենց խոսքի տերն են։ Քրիստոնյաների պաշտպանությունն այս վարչակազմի գլխավոր առաջնահերթություններից է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում։ Հայաստան այցելած Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Վենսի ուշադրությունը Բաքվում ապօրինաբար կալանված հայ գերիների առայժմ չլուծված խնդրին են հրավիրում նաև իրավապաշտպան կազմակերպությունները։ Նրան մեր երկիր հասցնող ինքնաթիռը նույնիսկ օդ չէր բարձրացել, նամակ ուղարկեցին, նշելով, որ նախագահ Թրամփի դերը եզակի է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում։ Հաշվի առնելով այս հանգամանքը, վարչակազմի աջակցությունն անգնահատելի են համարում նաև Ադրբեջանի բանտերում հալածվող հայերի վերադարձը հնարավոր դարձնելու հարցում։ Չլինի գերիների տունդարձ, խաղաղությունն էլ չի գա ու չի գա, համոզված են քաղաքասարակության ներկայացուցիչները։ Արձանագրում ենք, որ կա մարդասիրական չլուծված խնդիր, որը համահունչ չէ խաղաղության օրակարգին, քանի որ խաղաղությունը ինքնին ենթադրում է մարդկային տառապանքների հաշվին առավելություններ ստանալու պրակտիկայի ձեռքազատում, բացառում, նրան մասնակցությամբ, գիտությամբ եւ աջակցությամբ կնքված համաձայնագրում բացակայում է գերիների վերադարձի խնդիրը, ուստի մենք գերիների վերադարձը դիտարկում ենք որպես հասարակությունների միջև վստահության ամրապնդման, վերականգնման առանցքային գործոն, առանց որի չենք կարող վստահելիություն ունենալ խաղաղության խոստումներում։ Փոխնախագահ Վենսը, ով ի դեպ Երևանից Բաքու է գնալու հայ գերիների ազատարձակման հարցի վերաբերյալ նամակ է ստացել նաև Մեծի տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսից։ Հովվապետ Նանտիլիասից J.D. Վենսի անձնական միջամտությունն է հայցել ինչպես այդ, այնպես էլ Արցախի հոգևոր մշակութային կոթողների պաշտպանության հարցերում։ Հիշյալ նամակի մեջ վեհապար հայրապետը նաև հիշեցնում է, որ միջազգային օրենքը հստակորեն շեշտում է թե ռազմագերիների ազատ արձակման եւ թե հոգևոր մշակութային կոթողների պաշտպանության կարեւորությունը։ Բազմաթիվ նամակներ, կոչեր, ուղերձներ աշխարհի տարբեր կողմերից։ Իրականում ինչ ակնկալիք կարող ենք ունենալ Թրամփի տեղակալից Բաքվում ապօրինաբար կալանված հայերի խնդրի լուծման վերաբերյալ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ալիևի դատարանն անցած օրերին կարեց մերոնց դատավճիռները, հատկապես Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության համար սահմանելով խստագույն պատժաչափեր, 20 տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Միջազգային դատարաններում հայ գերիների շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանն ասում է, պահանջն առաջնահերթ ադրբեջանական իշխանության հետ երկխոսությունում այս հարցը օրակարգային դարձնելն է։ Մեր պահանջը բոլորի վերադարձն է, սակայն եթե վերադարձը լինելու է փուլային տարբերակով, մենք հասկանում ենք, որ առաջնահերթություն տրվելու է հենց քաղաքացիական անձանց եւ ռազմագերիներին, որից հետո նոր կքննարկվի ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը, նրանք ունեն առանձնահատկություն եւ հատկապես թիրախավորված են ազգերի ինքնորոշման իրավունքը իրացնելու եւ իրավաչափ գործունեություն իրականացնելու համար այստեղ նաև վրեժխնդրության տարեկան։ Մասնագետներն ասում են, բարձրաստիճան պաշտոնյաների յուրաքանչյուր այցելություն տարածաշրջան լռության կամ միջամտության միջև ընտրության հարց է առաջ բերում, բայց դրա գինը Բաքվի բանտերում օրեցօր չափում են մարդկային ճակատագրերով։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Իսկ եթե Հայաստանը փակի Իրանի հետ սահմանը կամ միանա Իրանի դեմ պատժամիջոցներին, շատ լուրջ գոյութենական մակարդակի խնդիրներ կունենանք, հայտարարել է Ազգային ժողովի ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Պետք է կարողանալ թույլ չտալ, որպեսզի դրվի կամ սկզբունքը, քանի որ Հայաստանի Հանրապետությունը միշտ կարողացել է բալանսավորված փոխ լրացնող կոմպլեմենտար քաղաքականություն վարել Միացյալ Նահանգների հետ Իրանի հետ հարցում։
Հայաստանի Հանրապետությունը միշտ կարողացել է բալանսավորված, փոխլրացնող, կոմպլեմենտար քաղաքականություն վարել։ Եվ Միացյալ Նահանգներ, Իրան հակամարտությունների նույնիսկ ամենավատ պայմաններում Հայաստանը ստացել է Միացյալ Նահանգների ընկալումը, որ Իրանի հետ հարաբերությունների փչացումը մեզ համար ուղղակի կենսական գոհութենական ռիսկ է։ Ակներևաբար այս իշխանությունները այդ հարցում հաջողություններ չեն արձանագրել։ Այժմ այն մասին, ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Փորձված ռուսականը թե անփորձ ամերիկյանը, ատոմակայանի որ մոդելը կընտրի Երևանը։ Աղ ու ավազը հալեցրել է նաև Երևանի ասֆալտը, 15 օր էլ կպահանջվի ճանապարհները մաքրելու համար։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ Միացյալ Նահանգներ Հայաստան բարձր մակարդակով հանդիպմանը քննարկվել է նաև ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում գործակցության հարցերը։ Սա նշանակում է, որ երկար տարիներ ռուսական մոդելով կառուցված ատոմականին կարող է փոխարինել ամերիկյանը մոդուլային տարբերակը։ Մասնագետները մտավախություն ունեն, որ փորձված ռուսականի փոխարեն անփորձ ամերիկյանի ներդրումը կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի էներգետիկ ոլորտում։ Երբ ինչ պայմաններով եւ ամենակարևորը ով է կառուցելու Հայաստանի նոր ատոմային կայանը։ Կառավարության ներկայացուցիչները հավաստում են, որ ներկայում բանակցություններ են վարում ռուսական, ամերիկյան, ֆրանսիական եւ չինական կողմերի հետ, բայց վերջին շրջանում առավել հաճախ է քննարկվում ամերիկյան տեխնոլոգիայի ընտրության հավանականությունը։ Խոսքը մոդուլային ատոմակայանների մասին է։ Մոդուլային են համարվում 10-ից 300 մեգավատ հզորությամբ ատոմակայանները, իսկ գլոբալ առումով ո՞րն է ամերիկյան մոդուլայինների եւ ռուսականի տարբերությունը։ Մենք օգտագործում ենք 3.8 մոտավորապես տոկոս հաստատությամբ ուրան 235 իզոտոպով վառելիքներ կլինենք Ռուսաստան, որը հատուկ հայկական ատոմային էլեկտրակայանի համար է նախագծվում։ Այսինքն Հայաստանում կիրառվող վառելիքը պատրաստվում է տեխնիկական սպասարկում իրականացնող ընկերության պատվերով հենց Ռուսաստանում եւ հենց կոնկրետ մեզ համար։ Մոդուլային ատոմակայանների առանձնահատկությունն այն է, որ դրանք էներգետիկ համակարգ են բերվել ատոմային սուզանավերի ոլորտից, քանի որ սուզանավերը կարող են 2-ից 3 տարի չվերադառնալ հիմնական տեղակայման վայր, ցամաք։ Դրանք լիցքավորվում են ավելի բարձր հարստացվածության ուրանով եւ ավելի հազվադեպ են կանգնեցվում տեխնիկական սպասարկման համար։ Նոր բլոկի համար նախագծը դիտարկում ենք այն նույն տեխնոլոգիայի շրջանակում, որը Հայաստանում տեղադրված է, այսինքն թեթև ջրով աշխատող էներգետիկ էմերգ, գազով կամ հալված մետաղով կամ արագնետուններով աշխատող նախագծեր չեն դիտարկում։ Ինչու է սա կարևոր, քանի որ հավանական է, որ ամերիկյան մոդուլային ատոմակայանի ընտրության պարագայում մենք ստիպված լինենք ընտրել նաև ուրանի ամերիկյան արտադրողին։ Կա ենթադրություն, որ ռուսական արտադրողներից նման վառելիքի գնումը կարող է անհնար լինել, բայց սա միակ հարցը չէ, որն այսօր անհանգստացնում է էներգետիկայի ոլորտի մասնագետներին։ Խնդիրն այն է, որ ամերիկյան մոդուլային ատոմակայանները գործնականում փորձարկված չեն։ Փաստաթղթերով գուցե ամեն ինչ նորմալ է, բայց գետնի վրա դրանց արդյունավետությունը փորձված չէ։ Հասարակ համեմատական եկեք տանենք, տրանսպորտային միջոցները երբ որ արտադրում են, տեսականորեն գիտեն, որ ամեն ինչ լավն է լինելու, մեկ էլ տեսնում ես կամ հեռախոսների տեկոս, մեկ էլ տեսնում ես 6 ամիս հետո ամբողջ արտադրանքը հետ կանչեցի։ Հիմա եթե ատոմակայանի հետ համեմատած բավականին բարձ արտադրանքներում լինում են այդպիսի խնդիրներ, ապա որևէ մեկի երբևէ ապահովագրված չի, որ ատոմակայանը այդպես ճշգրիտ ինչպես որ գծագրել են նույնությամբ կարող է աշխատել։ Նույնիսկ եթե վատագույն սցենարով չփորձարկված ատոմակայանը որևէ խնդրի պարագայում ստիպված լինեն որոշակի ժամանակով անջատել էներգետիկ համակարգից, դա մեզ կարող է էներգետիկ ճգնաժամ արժանալ։ Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի 33%-ը հենց ատոմակայանն է ապահովում։ Իդեպ, մոդուլային ատոմակայանի նախընտրությունը նաև բացատրվում էր նրանով, որ ռուսական այլընտրանքները շատ էլեկտրաէներգիա արտադրելու համար են նախատեսված, իսկ մենք այդ քանակի կարիքը չունենք։ Պետք չի նպատակադրել ավելի քիչ էլեկտրաէներգիա արտադրություն, այլ պետք է նպատակադրել ավել արտադրածը վաճառելու եւ հավելյալ եկամուտ ստանալու։ Հայաստանը ունի Իրանի հետ համաձայնություն գազի եւ էլեկտրաէներգիայի փոխանակման գործարքի, որը որ շատ երկար տարիներ չի գործարկում։ Ի վերջո, ապագա ատոմակայանից է կախված էլեկտրաէներգիայի սակագինը եւ ուրեմն Հայաստանի սպառողի վրա դրա ազդեցությունը եւ տեղական արտադրանքի ինքնարժեքն ու մրցակցությունը ներսում ու արտաքին շուկաներում։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։
Այլ թեմաներ Երևանում ձնամաքրման աշխատանքների համար քաղաքապետարանը օգտագործել է մոտ 12,000 խորանարդ մետր աղի ու ավազի խառնուրդ։ Հիմա մայրաքաղաքի փողոցները ավազից ամբողջությամբ մաքրելու համար կպահանջվի մոտ 15 օր։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետը նաև հայտարարել է, որ օգտագործված մեծածավալ աղը իր հետևանքներն է թողել, փողոցներում խնդիրներ ստեղծել։ Հնդածս քաղաքային իշխանությունը ստիպված է եղել փոսալցման մեծածավալ աշխատանքներ իրականացնել։ Ծավալի տեսանկյունից մենք ավելի ինտենսիվ պետք է աշխատենք, պարոն Թևոսյան, որովհետև իրապես ծավալը ամբողջ քաղաքով մեծ է, հաշվի առնելով այո, հասկանում ենք, որ ձնամաքրման աշխատանքների եւ աղի հետևանք է, բայց ամեն դեպքում պետք է մաքսիմալ արագացնենք։ Եվ որքան էլ որ զարգանում են տեխնոլոգիաները, բժշկությունը, սակայն դարի հիվանդություն չարիքը չի նահանջում։ Միայն մեր երկրում տարեկան 7-8 նոր դեպք է արձանագրվում։ Մասնագետները սակայն հիշեցնում են, որ վաղ կանխարգելման փուլում հնարավոր է հաղթել քաղցկեղին։ Հայաստանում կանանց շրջանում ամենատարածված է կրծքագեղձի քաղցկեղն է, ինչը համընկնում է համաշխարհային միտումների հետ։ Տղամարդկանց շրջանում առավել հաճախ հանդիպողը թոքի քաղցկեղն է, որ մեծապես կապված է ծխախոտի օգտագործման հետ։ Սա էպիզոդների մի ամբողջ սերիայի ընթացք է, երբ առողջ բջիջները ԴՆԹ մուտացիաների արդյունքում սկսում են անկառավարելիորեն բազմացնել ու դարձնել ուռուցք։ Աշխարհում ամեն տարի շուրջ 20 միլիոն մարդ քաղցկեղի ախտորոշում է ունենում։ Այս ամենին զուգահեռ ամբողջ աշխարհում զարգանում է բժշկությունն ու հայտնաբերում են քաղցկեղի բուժման նոր մեթոդներ։ Հայաստանում տարեկան միջինը ախտորոշվում է քաղցկեղի շուրջ 8500 նոր դեպք, ըստ Հայաստանի առողջապահության նախարարության։ Հայաստանում իրականացվում են նաև սկրինինգային ծրագրեր, վաղ հայտնաբերելու, մասնավորապես կրծքագեղձի, արգանդի պարանոցի եւ կոլորեկտալ քաղցկեղները։ Այս հիվանդության առնվազն 40-ից 60%-ը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում լիովին բուժել։ Դրա հիմնական գործիքը սկրինինգն է։ Մենք ներդրել եւ ընդլայնում ենք սկրինինգային ծրագրերը կանխելու կրծքագեղձի քաղցկեղը, արգանդի պարանոցի քաղցկեղը, կոլորեկտալ քաղցկեղը։ Սկրինինգային այս ծրագրերը գիտականորեն ապացուցված մեխանիզմներ են, որոնք ամբողջ աշխարհում նվազեցնում են քաղցկեղից մահացությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ամբողջ աշխարհում քաղցկեղի դեպքերի շուրջ 1/3-ը կարելի է կանխարգելել, եթե նվազեցվեն հայտնի ռիսկ ֆակտորները՝ ծխելը, ալկոհոլի օգտագործումը, անառողջ սնունդը, ֆիզիկական ակտիվության պակասը եւ բնապահպանական աղտոտվածությունը։ Բացի այդ, որոշ չարորակ ուռուցքներ կապված են վարակների հետ, օրինակ հուման պապիլոմավիրուսը եւ հեպատիտ վարակները, որոնք են Հայաստանում հատկապես վերջին տարիների քաղցկեղի տարածման հիմնական պատճառը։ Պարզաբանելով, որ վերջին տարիների հաշվարկներով Հայաստանում տարին մոտ 7700-ից 8000 նոր քաղցկեղի դեպք է գրանցվում։ Իսկ դեպքերի թիվը աճում է ինչպես ավելի լավ ախտորոշման, այնպես էլ ռիսկ ֆակտորների տարածման պատճառով։ Հայաստանում ըստ ինձ ամենակարևորագույն պատճառներից մեկը դա օր-օրի վատացող օդի վիճակն է, օդի աղտոտվածությունը, ինչպես նաև ծննդի հետ պայմանավորված գործոնը, որովհետև չկա վերահսկողություն, էկոլոգիապես մաքուր սննդի հետ կապված, այսինքն մեկ խոսքով ասած Հայաստանում մենք չգիտենք ինչ ենք ուտում եւ ինչ ենք շնչում։ Այսպիսով քաղցկեղը շարունակում է մնալ առողջության լուրջ մարտահրավեր։ Դրա դեմ պայքարը ըստ մասնագետների յուրաքանչյուր անհատի պատասխանատվությունն է։ Ճիշտ ապրելակերպով եւ պարբերական զննմամբ շատ դեպքեր հնարավոր է կանխարգելել կամ հաջող բուժել։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներանց։ Զբոսաշրջության ռեկորդային աճ հունվարին, փորձագետը չի հավատում թվերին, եւ Հայաստանը պատրաստվում է այս տարի էլ համաշխարհային մեգա աստղեր հյուրընկալել մեր երկրում։ Մետեո աշխարհ ինչպես կանցնի նոր օրը ավելին հաջորդ հիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Էկոնոմիկայի նախարարի տվյալով այս տարվա հունվարին 39%-ով ավելի զբոսաշրջիկ է եկել Հայաստան, քան անցած տարվա նույն ամսին։ Դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի առումով 2026 թվականի հունվարը ըստ Պապոյանի ռեկորդային էր։ Ռուսաստանից եղել է զբոսաշրջիկների համաչափ աճ 40-ից 41%։ Այդ համաչափությունը պահպանվել է նաև մյուս երկրների դեպքում։ Նախարարի վստահեցմամբ գերակտիվ է եղել նաև 2025-ի 12 ամիսներից 7-ը։ Դրանք եւս զբոսաշրջային հոսքերի առումով կրկին ռեկորդային են բնորոշվել։ Զբոսաշրջության ոլորտի փորձագետի խոսքով սակայն թվերը ուռճացված են, նախարարությունը պետք է ներկայացնի, թե ինչպես են ստացել այդ թվերը, քանի որ հաշվարկի հստակ գործիքներ չկան։
Չի եղել օրինակ որևէ դեկտեմբեր, կամ չի եղել որևէ մայիս, կամ չի եղել որևէ հունիս, կամ հոկտեմբեր, որ այդքան զբոսաշրջիկ եկած լինի, էլի ամիսներ կա, 7 ամիս։ Այս տարի հունվարը նոր ռեկորդ է, այսինքն 26 թվականի հունվարը ոչ միայն նախորդ տարվի, Հայաստանի պատմության բոլոր հունվարների լավագույն հունվարն է եղել։ Իրանք վերցնում են այդ ընդհանուր սեկտի շարժը ֆիքսած, մուտքերն ու ելքերը միասին վերցրած, ու դա իրանք ներկայացնում են որպես ներգնաց զբոսաշրջության տվյալ։ Որ աշխարհի տարբեր ծագերում ապրող հայը չմոռանա Հայաստանն ու հայկականը, կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնը նախաձեռնել է «Ծիլ տուր հայերեն» մրցույթը, որպես ռազմավարական քայլ համախմբելու Սփյուռքում և Հայաստանում ապրող երիտասարդներին։ Նախաձեռնությանը միացել է նաև հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվան։ 4 տարի առաջ Ծիլ կրթական ծրագրով ստեղծվել է հարթակ աշխարհասփյուռ հայ պատանիներին համախմբելու և հայկականության պահպանման ուղղված քայլերի համար։ Հաջողված մոդելի կիրառման արդյունքում կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն հիմնադրամի փորձագիտական եզրակացությամբ 2025 թվականին ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես կրթական է ճանաչել «Ծիլ տուր հայերեն» ստեղծագործական մրցույթը։ Նույն թվականին Ամրոց հիմնադրամի նախաձեռնած մրցույթի կազմակերպմանն ու համահայկական հարթակի աջակցմանն է միացել հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվան։ Առցանց տիրույթում իրականացված մրցույթը 2025 թվականին կրել է «Իմ անունով երկիրը» խորագիրը։ Յուրաքանչյուր անվանակարգ ունի իր նեղ մասնագիտացված ժյուրին, եւ ժյուրին երբ ստանում է հայտերը, ինքը անանուն է ստանում։ Ժյուրին այստեղ բացարձակ չի տեսնում աշխատանքի անունը, ստեղծագործողի անունը, հասկանունը, միայն համար եւ աշխատանք։ Արձանագրվել է Հայաստանի եւ Սփյուռքի պատանիների ակտիվ մասնակցության ցուցանիշ 200 հայտ։ Մասնակիցներին հնարավորություն է տրվել հայրենիքի, ինքնության եւ պատկանելիության մասին իրենց պատկերացումներն արտահայտել հայերենով կամ օտար լեզուներով։ Значение этой инициативы невозможно переоценить։ Այս նախաձեռնության կարևորությունն անգնահատելի է։ Սա ոչ թե ուղակի շարադրության կամ ստեղծագործական մտքի մրցույթ է, այլ հայկական մեծ Սփյուռքի երիտասարդությանը համախմբելու ռազմավարական քայլ։ Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ այս հարթակը կապում է աշխարհի տարբեր մասերում ապրող հայերի ժառանգներին, անկախ նրանից, թե ինչ լեզվով են նրանք արտահայտում իրենց մտքերը, անգամ օտարագիր։ Աշտանը մեկնարկած մրցույթի արդյունքներն արդեն ամփոփվել են։ Դրանք գնահատող հանձնաժողովի անդամներն արձանագրել են ձեռքբերումներն ու արել կարևոր դիտարկումներ։ Հետագայում մրցույթի ազդեցությունը ավելի թիրախային դարձնելու համար։ Ստացանք 1 իսպաներեն, 2 անգլերեն եւ 8 ռուսերեն լեզուներով աշխատանքներ։ Ձայների բազմազանություններ, բարբառի առումով։ Պաստառների մասով երևի հիմնական եզրակացության պետքա զբաղվել հենց այս ճյուղի կրթությամբ։ Սա լավ հնարավորություն է, որ այս սերնդի տեսնենք ինչպես են ստեղծագործում։ Արևելահայերենով, արևմտահայերենով եւ հայերենի տարբեր բարբառներով ինքնատիպ աշխատանքներ են ներկայացվել գրական ստեղծագործության, տեսողական արվեստի եւ օտարագիր անվանակարգերում։ Գալիք տարի նախատեսում ենք անել Ծիլ տուր աշխատարաններ, ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ պատանիները կունենան անընդհատ գրելու եւ անընդհատ ստեղծագործելու հնարավորություն։ Կայացել է մրցույթի պաշտոնական փակումն ու կազմակերպվել մրցանակաբաշխությունը։ Հիմնական անվանակարգերում առանձնացվել դրամական ու խրախուսական մրցանակի արժանացել 3-ական լավագույն աշխատանք։ Իսկ առաջին անգամ ներկայացված օտարագիր խրախուսական անվանակարգում լավագույն աշխատանքների հեղինակները ստացել են հայագիտական կրթական ծրագրերի մասնակցելու հնարավորություն։ Քնարիկ Պետրոսյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։ Հայաստանը նպատակ ունի ամեն տարի մեր երկրում հյուրընկալել համաշխարհային մեգաաստղերի, հայտարարել է էկոնոմիկայի նախարարը։ Պապոյանը վստահ է, այս կերպ Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը զգալիորեն կավելանա, իսկ մինչև այդ Հայաստանի հետ սահմանին Թուրքիան շարունակում է արդիականացնել Ալիջանի անցակետը։ Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետի նախապատրաստական աշխատանքները արագացված փուլում են։ Թուրքական լրատվամիջոցներն են գրում, փոխանցելով, որ Հայաստանի հետ սահմանին գտնվող Ալիջան կամ Մարգարա սահմանային անցակետում շարունակվում են վերակառուցման եւ արդիականացման աշխատանքները։ Իգդիրի նահանգապետը տեղում ծանոթացել է շինարարական գործընթացին, իսկ աշխատանքները ըստ հաղորդումների մոտենում են ավարտին։ Ավելի վաղ նշվել էր, որ անցակետի շինարարական աշխատանքների շուրջ 90%-ն արդեն ավարտված է։
Անհետ կորած զինծառայողների հարազատները խորհրդարանի դիմաց պահանջել են հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Նրանց խոսքով շուրջ 2 ժամ սպասել են, սակայն որևէ հստակ պատասխան չեն ստացել։ Անհետ կորած զինծառայողների հարազատները նշել են, որ իրենք դատարաններում ճանաչված են որպես տուժողի իրավահաջորդ եւ իրավունք ունեն իմանալու ովքեր են պատասխանատու իրենց զավակների ճակատագրի համար։ Ծնողները քննադատել են հանձնաժողովի եզրակացությունը գաղտնի պահելու որոշումը եւ պահանջել են, որ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայանա ու պատասխան տա, քանի որ ազգային ժողովում նրանց ոչ ոք չի ընդունել, հարազատները որոշել են բողոքի ակցիան շարունակել նախագահական նստավայրի մոտ։ Հայաստանը նպատակ ունի դառնալ համաշխարհային համերգային քարտեզի մշտական մասնակից։ Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ այսուհետև նախատեսվում է Հայաստան հրավիրել տարեկան մինչև 2 կամ ավելի համաշխարհային աստղեր։ Նախարարի խոսքով սա ոչ միայն մշակութային, այլև զբոսաշրջային ռազմավարություն է։ Որպես օրինակ նա նշել է Վրաստանը, որտեղ նման միջոցառումներն արդեն զգալիորեն խթանել են զբոսաշրջությունը։ Նուբարաշենի Զորամասի հարակից տարածքում պայմանագրային զինծառայողի դաժան ծեծի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ ընթանում է նախաքննություն։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 5-ին Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող Զորամասի մոտ։ Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Քննչական գործողությունները շարունակվում են։ Քրեական ոստիկանությունը բացահայտել է հանցավոր խումբ, իրականացվել են խոշորամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ։ Իրավապահները համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի խումբ անձինք ստեղծել են հանցավոր խումբ եւ ձեռք բերել ապօրինի զենք ու զինամթերք։ Խմբի անդամները նախապատրաստել են սպանություններ, կատարել սպանության փորձ, ավազակային հարձակումներ եւ բնակարանային գողություններ։ Նրանք ներգրավված են եղել նաեւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների գործունեության մեջ եւ մասնակցել նման հավաքների։ Ել է քրեական վարույթ, իսկ հանցավոր խմբի անդամներին մեղադրանքներ են առաջադրվել մի շարք ծանր հոդվածներով։ Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական վրաելտ վթարի հետևանքով մահացել է Ճանշինի աշխատակից։ Փետրվարի 9-ին Land Rover մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա բնակավայրի վարչական տարածքում վրաելթի է ենթարկել Թալին-Ճանշինի աշխատակցին, ապա բախվել աղ ու ավազի խառնուրդ ցանող հատուկ մեքենային։ Վիրավորին տեղում առաջին օգնություն են ցուցաբերել քաղաքացիներն ու փրկարարները։ Այնուհետև նա տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն եւ ռեանոմոբիլով Երևանի հիվանդանոց։ Սակայն վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արմեն Աթալյան, ժամլրատվական։ Եվ եղանակի մասին ջերմաստիճանը կրկին նվազում է, որտեղ որքան սպասել կպատմի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալիան վտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի տեղումներով, սպասվում է ձյուն եւ ձնախառն անձրև։ Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի մոտ 4-ից։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 0-ից 3 աստիճան ցուրտ։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 4-ից 6 աստիճան տաքություն։ Լոռիում 1-ից 5, Տավուշում 4-ից 7 աստիճան։ Հարերատում Արմավիրում կդիտվի 4-ից 6, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 3-ից 8, Սյունիքի նախալեռներում 2-ից 5 աստիճան։ Երևանում օրը կանցնի տեղումներով, այս գիշեր սպասվում է 2-ից 4, ցերեկը 3-ից 5, երեկոյան 0-ից 2 աստիճան տաքություն։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։